Հայաստանի եվրոպական ձգտումների մասին բարձրաձայնող իշխող ուժից էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարում է. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ կառավարությունը այդ միությունից դուրս գալու օրակարգ չունի։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ կրկնում ենք, մենք հիմա այս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, այս Հայաստանի Հանրապետությունը հայտ չի ներկայացրել։ Եվ այլ օրակարգ այսօրվա ես կոնե որպես կառավարության անդամ չգիտեմ, չկա, Խորհրդարանի իշխող մեծամասնությունը մոտ 2 ամիս առաջ ընդունեց կառավարության հավանությանն արժանացած Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, որը որպես քաղաքացիական նախաձեռնություն հեղինակել եւ ներկայացրել էր արևմտամետ ուժերից բաղկացած Եվրաքվեն։ Շաբաթներ առաջ փոխարտգործնախարարն Ազատությանն ասել էր, որ օրենքն ընդունելուց հետո կառավարությունը ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արել։ Արդեն 3 արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանցի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին հայտնեց։ Բացի այն, որ Հայաստանը անդամակցության հայտ չի ներկայացրել, նաև այդ ուղղությամբ բանակցություններ չի վարում։ Եվրաքվեից Տիգրան Խզմալյանը չի թաքցնում, կասկածներ ունեցել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս դեպքում էլ որոշում կայացնելու փոխարեն կընտրի գործընթացը սառեցնելու ճանապարհը։ Իրենք գերադասում են սառեցնել, այսինքն իրենք սառեցրեցին հապկից դուրս գալը եւ իրենք սառեցնում են ԵՄ մտնելը։ Այսպիսի սառեցված վիճակ այս ամառային շոկերին։ Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում եւ որը մենք ենք պատկերացնում եւ մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Ամիսներ առաջ կառավարությունում նախագիծը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե Հայաստանը պետք է անդամակցության հարցը քննարկի Եվրամիության հետ։ Մինչ օրս այդպիսի քննարկումների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել։ Ավելին, Եվրամիությունից որևէ ազդակ չկա, որ Հայաստանին այնտեղ սպասում են։ ՔՊԱ-ական նախարար Գևորգ Պապոյանին այսօր հարցրինք. վարչապետի նշած ճանապարհային քարտեզը մշակելու ուղղությամբ Եվրամիության հետ կան քննարկումներ։ Պապոյանը առաջարկեց հարցը մի կողմ թողնել։ Փոխարենը ներկայացրեց, թե իր ղեկավարած գերատեսչությունը օրենսդրական ինչ փոփոխություններ է կատարում սպառողների շահերի պաշտպանության Հայաստանի մրցունակության բարձրացման ուղղությամբ։ Եթե դա իհարկե կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի, բնականաբար ավելի լավ, բայց մեր օրակարգը հետևյալն է, առաջին հերթին մեր երկրում ամեն ինչ լավագույն ստանդարտներին համապատասխանեցնել է։ Հիմա պարոն Պապոյան, Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ անդամ դառնալն է, թե ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ամենահիմնական նպատակը բնականաբար 29743 կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է։ Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահը ուղիղ կապ է տեսնում ԵՄ անդամակցության վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարությունների եւ դրան նախորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի միջև։ Փաշինյանը ստացավ Պուտինից համաձայնություն 2026 թվականին խոչընդոտներ համենայն դեպս չստեղծվեն իր վերընտրության համար։ Խզմալյանը համաձայն չէ որոշ իշխանականների այն պնդումների հետ, թե Կրեմլից նախընտրում են, որ Հայաստանում իշխանություն փոխվի եւ երկրի ղեկավարումն անցնի օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Պուտինին պետք չեն դաշնակիցներ, նրան պետք են ստրուկներ, նրան պետք է ծառա։ Ասենք մարդը, որին նա ընկեր է համարում, անհարմար է նրան, որովհետև նա կսկսի Լուկաշենկոյի պես պանջ ներդնել, բայց դա կլինի ինչ-որ դիսկոմֆորտ Պուտինի համար։ Փաշինյանին կարելի է ամեն ինչում շարունակել մեղադրել, ստորացնել, նվաստացնել եւ շարունակել ասել հայերը իրենք են մեղավոր, բայց իրենք են ընտրել դա։ Քանի որ Փաշինյանը կատարում է այդ լուր համաձայնությունը, նա ավելի հարմար է, քան Ռոբերտ Քոչարյանը։ Տիգրան Խզմալյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը եվրոպական ձգտումներ ունեն։ Հիմնավորում է հենց դրա համար են իրենց իսկ ընդունած օրենքին հակառակ գործում։
Ասում է, դրա պատասխանը քաղաքացիական պայմանագիրը կստանա 1 տարի անց հերթական ընտրություններին։ Հիմա իրենք համարեցին, վերլուծեցին եւ որոշեցին, որ ավելի կարեւոր է վերընտրվել 26 թվականին։ Մենք հասկացանք, որ նրանք մեզ այլևս չեն լսելու եւ եվրոինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարությանը։ Հայ-ռուսական լարվածության համար լրացուցիչ պատճառ դարձած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումից հետո Մոսկվայից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են. Երևանը պետք է ընտրի կամ ԵԱՏՄ-ն կամ ԵՄ-ն։ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցած տարի անցկացված հարցման տվյալներով, եթե Եվրամիությանը անդամակցելու հանրաքվե լիներ, 58%-ը կողմ կքվեարկեր։